Հայ գրականության ու մշակույթի պատմությունը հանճարեղ անունների պակաս երբեք չի զգացել, սակայն այնքան էլ շատ չեն նրանք, ովքեր կրել են բազմապիսի շնորհներ, հավասարաչափ փայլելով տարբեր բնագավառներում։ Այդ քչերից մեկը հայագիտության եւ հայ գրականության պատմության մեջ իր նշանակալի տեղն ունեցող Ղևոնդ Ալիշյանն է։ Նա հայ աշխարհաբար պոեզիայի հիմնադիրն է ու նրա ականավոր ներկայացուցիչներից մեկը։ Նրա գրչին են պատկանում նաև հայոց պատմության, հնագիտության, աշխարհագրության վերաբերյալ բազմաթիվ ստվարածավալ աշխատություններ, որոնք փաստական հսկայական նյութ են պարունակում մեր ժողովրդի պատմական անցյալի համարյա բոլոր շրջանների եւ գրեթե բոլոր բնագավառների վերաբերյալ։ Ալիշյանը, որպես բանաստեղծ, իր նահապետի երգերով պատմական քայլ արեց, մխիթարյանների կլասիցիզմից անցում կատարելով դեպի գրական այն նոր ուղղությունը, որը ռոմանտիզմ էր կոչվում։ Նա պոեզիան դարձրեց կյանքի կենթանի արձագանք եւ դրանով հայ պոեզիայի հետագա զարգացման ուղի մատնանշեց։ Նրա վերաբերյալ այս հաղորդումը ուշացած չէ, ուշացած չէ, այդպես են ասում, եւ ես կարծում եմ, թե եթե կար մեկը, որը պետք է հայոց մեծերի շարքում առաջիներից մեկը նշվեր, դա Ղևոնդ Ալիշյանն է։ Իմ խորին համոզմամբ բոլոր ժամանակների անցյալի եւ այսօրվա մեր ամենամեծագույն հայագետի, մեծագույն հայի, մեծագույն քաղաքացու եւ հայրենասերի։ 18-րդ, 19-րդ դարերը տիտանների ժամանակներ էին, մտքի տիտանների, եւ գրական աշխարհում, եւ գիտական աշխարհում, նաեւ հայագիտության մեջ։ Այդ մտքի տիտաններից մեկը Ղևոնդ Ալիշյանն էր։ Մի մարդ, ով ըստ էության ամբողջովին իր գոյությամբ պարտական է Մխիթարյան միաբանությանը, որովհետև 12 տարեկան էր հայտնվեց Մխիթարյան միաբանությունում, կրթությունը այնտեղ շարունակեց եւ մնացածը ինչի հասավ այնտեղ էլ թաղվեց։ Ղևոնդ կամ Քերովբե Ալիշյանը ծնվել է 1820 թվականի հուլիսի 18-ին Կոստանդնուպոլսում, դրամագետ հնահավաք Պետրոս Մարգարի Ալիշանյանի ընտանիքում։ Կրթությունն ստացել է ծննդավայրի Չալխյան վարժարանում։ 12 տարեկան հասակում նրան տալիս են Վենետիկի Սուրբ Ղազար վանքի դպրոցը, ինչպես ինքն էր ասում, ընծայարանը, ուր 4 տարի ուսանելուց հետո փոխադրվում է բարձրագույն կրթարան։ Այստեղ էլ նա սկսում է գրական իր առաջին փորձերը։ Դրանք վանքի 4 պատերի մեջ փակված, բայց դեռևս աշխարհիկ կյանքի արձագանքներն իր հոգում կրող պատանու ապրումներն էին։ Ներշնչված Ադրիատիկ ծովի երբ Սուրբ Ղազար կղզու զմայլելի ռոմանտիկ բնանկարներից։ Սակայն Ալիշյանի այս, ինչպես եւ հետագայում գրած բազմաթիվ գրափար բանաստեղծությունները իրենց վրա կրում էին կլասիցիզմի ազդեցությունը եւ քիչ էին տարբերվում Մխիթարյան մի քանի այլ հեղինակների ոտանավորներից։ Ինքը Ալիշյանը էությամբ եւ կերպարով լինելով ստեղծագործող մեծ, այսպես ունակությունների տեր անձնավորություն, նաև պիտի ընկներ բարեբեր մի միջավայրում, որպեսզի այդ ամենը բացահայտվեր։ Մենք երբեմն միջավայրը, կարևոր հատկանիշները, բաղադրիչները թողնում ենք մի կողմ ու անդրադառնում ենք միայն մարդուն։ Ոչ, այդ միջավայրը պահանջում էր այդպիսի մարդկանց, միջավայրն էր ստեղծում այդպիսիներին։ Այս կապակցությամբ ավելորդ չեմ համարում անպայման Ալիշյանի առիթով եւս հիշել Մխիթարյան միաբանության գործունեության կարևորությունը, շեշտել մի կարևոր գաղափար ու անցնել մեր հիմնական խոսքին։ Մխիթարյան միաբանությունը ապահովեց մեր վերածնունդը, այն ինչ եվրոպական միջնադարում իտալացիները, ֆրանսիացիները, անգլիացիներն արեցին, մեր եկավ ուշ, ոչ թե շուտ, այդ սխալը չպիտի կրկնենք։ Եվ դա պայմանավորված էր նրանով, որ արդեն ավերված, մոռացված ժամանակներում այս մարդիկ վերականգնեցին, վերածնեցին մեր պատմամշակութային հիշողությունը կապված 5-րդ տարի մատենագրության հետ, տպագրեցին մատենագիրների գրքերը, ընտիր հրատարակություններ են մեկը մյուսից, ստեղծեցին բառարաններ, անգամ վերականգնեցին գրեթե կորած կորսված գրափարը,
17-րդ դարում գրքերը գրափար էին ստեղծում, արդեն 18-ում Ալիշանի ժամանակ անցում կատարեցին 19-ում Ալիշանի ժամանակ անցում կատարեցին դեպի աշխարհաբար։ Բերտար Սեբաստիան շատ լավ էր հասկանում, որ ժամանակաշրջանի հայ ժողովրդի ազգային գիտակցությունը պահպանելու, զարգացնելու եւ բարձրացնելու եզակի հնարավորություններ ստեղծելու հայկական մշակույթը, դպրոցը, ազգային գիտակցության բարձրացումը, գրատպությունը եւ հենց ինքը Մխիթարյան միաբանությունը ստեղծեց այդ նպատակներով։ Ահա Մխիթարի մեծագույն գործը եղավ Մխիթարյան դպրոցի, հայագիտական դպրոցի ստեղծումը եւ այդ դպրոցի շրջանակներում հանդես եկան մարդիկ, որոնք շարունակեցին Մխիթարի գործը։ 1841 թվականին Ալիշյանը ուսուցիչ է նշանակվում Վենետիկի Ռաֆայելյան վարժարանում։ Դասավանդմանը զուգընթաց նա աշխատակցում է բազմավեպ հանդեսին, որը լույս էր տեսնում 1843 թվականից։ 1848 թվականին Ալիշյանը դառնում է հիշյալ վարժարանի տեսուչ։ Նա Վենետիկում էր, երբ բռնկվում է իտալական ապստամբությունը ավստրիական լծի դեմ։ Հայ երիտասարդը տեսնում է վարժարանի առջևով անցնող հազարավոր իտալացի հայրենասերների, լսում նրանց ազատատենչ երգերը, ականատես է դառնում Վենետիկի փողոցներում մղվող մարտերի։ Այս ամենը հսկայական տպավորություն է թողնում նրա վրա։ Իտալական ժողովրդի ազատագրական պայքարի այդ օրերին Ալիշյանը գրում է Մասիսու սարերն, Բամ, Փոլոտան եւ մի քանի այլ մարտաշունչ հայրենասիրական բանաստեղծություններ։ Ալիշյանը սկսեց որպես գրող։ Մինչև 32 տարեկան հասակը նա տպագրվում էր մամուլում եւ հատկապես իրենց բազմավեպում, որի խմբագիրը եղավ նա եւ հիմնադիրը եղավ նա եւ մեծագույն շատ կարևոր դեր խաղաց ամսագրի հրատարակության գործում, զարգացման գործում իր բանաստեղծությունները։ Նա հաղթահարեց կլասիցիզմը, որը ժամանակ տիրապետում էր հայ գրականության մեջ եւ որի մեծագույն դեմքը դարձավ Մխիթարյան մեկ ուրիշ մեծություն էր Արսեն Բագրատունին եւ անցավ դեպի ռոմանտիզմը։ Նա ունեցավ ռոմանտիզմի շատ եւ շատ հետևորդներ, իր շատ աշակերտներ անցան այս ճանապարհով։ 1850-53 թվականներին տարբեր առիթներով Ալիշյանը շրջում է գրեթե ողջ Եվրոպայում։ Լինում է Հռոմում, Լոնդոնում, Փարիզում, Բերլինում։ Վիեննայում ուսումնասիրում է հայկական գրչագիր մատյանները, նյութերը հավաքում իր հետագա հայագիտական ուսումնասիրությունների համար։ 1858 թվականին Ալիշյանը տեսչի պաշտոն է ստանձնում Փարիզի Մուրադյան վարժարանում եւ վարում այն մինչև 1861 թվականը։ 1859-ի ամռանը հենց Փարիզում էլ ծանոթանում եւ զրուցում է Մուրադյան վարժարան այցելած Միքայել Նալբանդյանի հետ։ Իր հիշատակարանում պատմելով այդ այցելության մասին, Նալբանդյանը խիստ դատապարտում է Մուրադյան վարժարանի կրոնական աղանդավորական մթնոլորտը, մինչդեռ նրա տեսուչ Ալիշյանի մասին խոսում է միայն դրվատանքով։ Այս արժանապատիվ անձը, գրում է Նալբանդյանը, ծանոթ է հայոց ազգին մանավանդ Նահապետ անունով։ Նորա ավակ եւ փոքր Մասիս հայոց աշխարհիկ պլպուլ նավարայրի տաղերգությունքը ջերմացուցել են շատ սրտեր Նահապետի անունի վրա։ Անդրադառնալով հայ պոեզիայի մեջ Ալիշյանի դերակատարությանը, հետագայում Նալբանդյանը իր Սոսիեվ Վարդիտերի կրիտիկայի սկզբում նշում է, որ Աբովյանի Վերք Հայաստանի եւ Պերճ Պրոշյանի Սոսիեվ Վարդիտեր վեպերը հիմք դրին արդյան ազգային վիպասանության, այնուհետև հավելել. չենք մոռացած Նահապետ ստորագրությամբ հայր Ղևոնդ Ալիշյանյանց արժանավոր վարդապետի հրատարակած հոյակապ քերթվածքը, պլպուլ նավարայրի հայոց աշխարհիկ եւ մյուս բոլոր աշխարհաբար ոտանավորքը, բայց այստեղ չհիշեցինք, որովհետև արձակ բանաստեղծության վրա էր մեր խոսքը, հապա թե ոչ, չափաբերական քերթվածոցը մեջ արժանավոր վարդապետը Ախոյան չունի։ Ալիշյան բանաստեղծը ստեղծագործել է մեկ տասնյակից մի փոքր ավելի, այն է 1840 թվականից մինչև 52 թվականը, 20-ից 35 տարեկան հասակում։ Իր պոեզիան գրեթե ամբողջությամբ հետագայում նա ամփոփել է նվագներ ժողովածուի մեջ եւ 5 հատորով հրատարակել 1857-58 թվականներին։ Հաջորդ հայրունի հատորում են նաեւ երգ Նահապետի շարքը կազմող աշխարհաբարային գործերը,
որոնք հռչակել են Ալիշան բանաստեղծի անունը եւ նրա համար մնայուն տեղ ապահովել հայ նոր գրականության պատմության էջերում։ Ասել թե Ալիշանը մեծ բանաստեղծ էր, սխալ կլինի, բայց շրջանցել Ալիշանի գրական ձիրքը եւ վաստակը դարձյալ սխալ կլինի։ Անկամ Հակոբ Օշականը իր համապատկեր հայ գրականության 10 հատորյակի մեջ Ալիշանին անդրադարձել է տարբեր առիթներով եւ մի առիթով ասում է փոշոտված Ալիշան, այսինքն Ալիշանի գործերը այսպես գրական, գրքային ստեղծագործություններ են։ Սակայն Ալիշանը ստեղծեց գրական դպրոց, շարունակեց Մխիթարյանների գրական ավանդույթները եւ վերջո Ալիշանը նաեւ ներգործություն ունեցավ արդեն 20-րդ դարում իրենց դրսևորած շատ գրողների վրա, Դանիել Վարուժան, ավելի վաղ 19-րդ դարում Պեշիկ Թաշլյան։ Սրանք կարևոր բաներ են, որովհետեւ այս գրական հատիկն էլ աստիճանաբար է աճում, սահումը աստիճանաբար է աճում եւ պիտի իմանաս ով մասնակցեց, ով չմասնակցեց, ով ինչ ներդրում ունեցավ։ Ալիշյանն իր նահապետի երգերը գրել է հիմնականում 1847-ից 1850 թվականներին։ Խաչատուր Աբովյանը դեռ կենդանի էր եւ Աբովյանից անկախ հմբռնելով ժամանակի անհետաձգելի թելադրանքը, Ալիշյանը աշխարհաբար պոեզիայով նոր կամուրջ էր կապում գրականության եւ ժողովրդի միջև։ Հետաքրքիր է, որ Ալիշյանը մինչ նահապետի երգերը հրատարակելը հանդես է եկել որպես ժողովրդական բանահյուսության առաջին գնահատողներից մեկը մեր իրականության մեջ։ Այսպես 1845 թվականին բազմավեպում տպագրված Ռամկական երգեր խորագիրը գրող հոդվածում նա գրում է. Ռամկական երգը ազգային ոգվույն մեկ ձայնն է, որ շատ հեղ ուրիշ կողման է մեռած կամ մարած ատենալ, դեռ այդպիսի երգոց մեջ կենթանի կմնա։ Անոր համար ազգային երգ ալ կսվի։ Այսպիսի երգերը շատ անգամ ավելի լավ կիմացնեն ազգի հանճարը, քան թե ծանր գրվածքները, եւ կգտնվեն անոնց մեջ անանք սքանչելի գործվածք, որ միայն իրենց ռամկական անունին համար հասարակ բան կկարծվին, բայց ճշմարտությամբ գերագույն գրվածոց կարգը անցնելու են։ Ապա նա ուսումնասեր եւ ազգասեր ընթերցողներին հորդորում է գրի առնել, հավաքել Հայաստանի այլևայլ գավառների մեջ երգվող ժողովրդական այդ երգերը, վասնզի անոնց մեկ կրնան շատ մարգարիտներ ելել, եւ թերևս ատենով հայոց գրականության տաճարին մեջը պատվավոր տեղ ունենալ։ Նրա այս կոչը հետագայում լսողներ եղան, բայց այսօրվա հերմից թվում է, թե այն անմիջապես Կոմիտաս վարդապետի համար էր ասված։ Ինքը Ալիշյանը Վենետիկի, Փարիզի, Լոնդոնի, Վիեննայի մատենադարանների հայկական գրչագիր մատյաններում տարբեր ժամանակներում գրի առնված ժողովրդական երգերը իմի հավաքելով 1852 թվականին հրատարակում է մի ժողովածու հայերեն եւ անգլերեն հայոց երգ ռամկականք խորագրով։ Ժողովածուն պարունակում էր 19 զանազան երգ, այդ թվում նաև հետագայում համազգային հռչակ ստացած կռունկ ուստիկ ուգասը։ Ալիշյանը առաջիններից էր նաև, որ ձգտելով հասկանալի լինել ժողովրդին, ավելի ու ավելի շատ սկսեց կիրառել հայերենի բարբառները, օգտագործելով վերջինիս հարուստ բառապաշարը եւ գեղարվեստական պատկերավորման միջոցները։ Ինչպես շատ ավելի ուշ պիտի նկատեր գրականագիտությունը, Ալիշյանի նահապետի երգերի հիմնական բովանդակությունը ազգային ինքնաճանաչման եւ ազատագրության գաղափարն է, սերն ու կարոտը դեպի հեռավոր հայրենիքը, օրինական հպարտությունը հայ ժողովրդի հերոսական անցյալի, նրա նյութական ու հոգևոր բազմադարյան կուլտուրայի նկատմամբ։ Յուրօրինակ հմայք ունեն հայրենի երկրի բնությանը նվիրված Ալիշյանի թախծոտ ու տրտմալից երգերը, հայոց աշխարհիկը, հրազդանը եւ հայ հայրենիքը։ Այս քերթվածքներում առանձնապես ուժգին է պանդխտության սրտամաշ ապրումը, որ գրեթե ողջ կյանքում զգացել է ինքը Ալիշյանը։ Հովհաննես Թումանյանի բնորոշմամբ մեր միշտ պանդուխտ ալևոր նահապետը։ Հրազդան բանաստեղծության տրտում տրամադրությանը հակակշիռ է հայ հայրենիքը իր պայծառ լավատեսությամբ, արույկ տոնով։ Դա հայրենի բնաշխարհին զոհված խանդավառ գովք է։ Առավոտուն դռնակն է բաց, ել արևդ Հայաստանյայից, ահա ելներ արևն համպոց, վարդ կութապեր հաշխարն հայոց, ցողն տեղայր զով ու սիրում, զինչ մարգարիտ նիսալափում, կարմիր, կանաչ,
ծին ծիրանի գոտի ածվեր Հայաստանի։ Իրական Հայաստանը չտեսած, բայց բանաստեղծական բարդ երևակայությամբ Ալիշյանն այնպես է նկարագրում հայրենիքը, որ այն աչքիդ առաջ է հառնում։ Նա իր մյուս հայոց աշխարհիկ բանաստեղծությամբ մանուկներին պատվիրում է սիրել հայրենիքը, հավատարիմ մնալ նրան։ Ձեզ կասեմ մանկունք, սիրունք նազելիք, որոց է բնական հայոց աշխարհիկ։ Մի ուրանայք ըզել գիրք ու ըզազ գտ սիրուն, ծառն արմատով ծառ, տունն իման բնետուն։ Հայ ժողովրդի ազգային ազատագրական շարժման նկատմամբ Ալիշյանի դիրքորոշումը պարզաբանելու տեսակետից չափազանց ուշագրավ է թե այս եւ թե Մասիսու սարերն բանաստեղծությունը, որը գրվել է հենց այն օրերին, երբ իտալացի հայրենասերները Վենետիկի փողոցներում հերոսական մարտեր էին մղում ավստրիացիների դեմ։ Մասիսի հրաբխային ժայթքման պատկերով Ալիշյանը ապստամբության, ազատագրական պայքարի ծուխն է թեժացնում։ Նրա թեմատիկան, որը իրեն զբաղեցնում էր թեման, դա հայոց պատմական անցյալն էր։ Ընդհանրապես Ալիշյանը եղել է շատ վտիտ, նրբակազմ, նիհարավուն, դալուկ մաշկով, մի քիչ ավելի բարձր, քան միջահասակն է, եւ հեզություն է կաթում այդ մարդու հայացքից անգամ, նրա էությունից, սակայն իր բանաստեղծությունները շատ ըմբոստ են։ Թվում է, թե մեկ ուրիշ մարդ է սա, որ ներսից այսպես պայթում է նվիրված ավարարի ճակատամարտին, Փամփ Որոտան, Շուշան Շավարշան, շարքեր, որոնք որ ոգեկոչում են հերոսներին, ավարայր, հայոց ազատամարտ եւ այլն։ Բայց իրական կյանքում իր պոեզիայում արտահայտված այդ պայթունները, այդ կոչունները, ռազմի շեփորները չեն երևում։ Ամենահամեստ մարդն է եղել կյանքում, ինչպես ժամանակակիցներն են նշում, գերագույն համեստությունը, գերագույն խոհեմությունը եւ իր անձի նկատմամբ խիստ քննադատությունը։ Միայն պոեզիայով չէ, որ Ալիշյանը սերունդներին հայրենասիրության է մղում։ Հայաստանի պատմությանը եւ աշխարհագրությանը նվիրված նրա նշանավոր երգերը, բացի գիտական արժեքից, նաև ջերմ հայրենասիրությամբ են շաղախված։ Ուստի պատահական չէ, որ հայագիտական իր աշխատություններում պատմիչ Ալիշյանը երբեմն դառնում է վիպասան ու բանաստեղծ։ Տիրապետելով եվրոպական ու ասիական բազմաթիվ լեզուների, Ալիշյանը կատարել է մի շարք թարգմանություններ, օրինակ Միլտոնի «Դրախտ կորուսյալը», Բայրոնի «Իտալիան», Շիլլերի «Երգի զանգակը», Լոնգֆելլոյի «Հնձողն ու ծաղկունքը» եւ այլն։ 1861 թվականի նոյեմբերին, թողնելով Փարիզի Մուրադյան վարժարանի տեսչի պաշտոնը, Ալիշյանը վերադառնում է Սուրբ Ղազար։ 1866-ին նա կրկին նշանակվում է Վենետիկի Ռաֆայելյան վարժարանի տեսուչ։ Այդ պաշտոնը նա շարունակում է վարել մինչև 1872 թվականը, որից հետո ընդմիշտ թողնում է մանկավարժությունը եւ ամբողջությամբ մինչև իր մահը ծառայում է հայագիտությանը։ Ընդհանրապես Ալիշյանի գիտական ժառանգությունը եւ ընդհանրապես նրա գործունեությունը կարելի է բաժանել մի քանի մեծ շրջանների, մի քանի այսպես մեծ թեմատիկաների։ Առաջինը ես համարում եմ դա նրա պատմագիտական աշխատությունները, երկրորդը աշխարհագրական աշխատությունները, երրորդը, որով նա մուտք գործեց հայագիտության եւ ընդհանրապես հայրականության մեջ, Ալիշյանը որպես գրող, բանաստեղծ եւ չորրորդը աստվածաբան, իր աստվածաբանական երկերով, իր թարգմանություններով, ինչպես է կարողացել իրականություն դարձնել մոտավորապես 60 հատոր, եթե մենք այսօրվա տերմինոլոգիան օգտագործենք, 60 հատոր, համարյա 60 հատոր աշխատանքներ։ Ալիշյանը որպես պատմաբան այն տեսակետին էր, որ չկա պատմություն առանց աշխարհագրության, չի կարող լինել։ Զարգացնելով Մովսես Խորենասունի թեզը, թե չկա պատմություն առանց ժամանակագրության, նաև շեշտում էր, որ անշուշտ չկա նաև պատմություն առանց աշխարհագրության։
Պատմական երևույթները, դեպքերը տեղ են ունենում կոնկրետ պատմական միջավայրում, կոնկրետ պատմական տարածքում։ Այս տարածքին է, որ ինքը նվիրում է իր ամբողջ ինտելեկտը։ Տարածքը, որը հայ հայրենիքն է, որն է այդ հայրենիքը։ Ինչպես ենք հասկանում Հայաստան ասելով։ Հայաստանը պատմական հասկացություն է, Հայաստանը ինչպիսին է եղել մեր պապերի օրոք, մեր նախնիների օրոք, եւ իր ամբողջ նպատակը եղել է այդ Հայաստանը ներկայացնելն է իր պատմության մեջ, իր աշխարհագրական միջավայր, որը տալիս է, որը ստեղծում են լեռները, գետերը, լճերը, ճանապարհները, հանկային հարստությունները, ֆաունան, ֆլորան, այս ամբողջ հետաքրքրել է նրան։ Ալիշյանը նախատեսել էր գրել պատմական Հայաստանի բոլոր 15 նահանգների մասին պատմաաշխարհագրական բնույթի աշխատություններ, որոնք պետք է զետեղվեին 20-22 մեծադիր հատորներում։ Շարքի առաջին գործն է Շիրակը, որտեղ նա հանգամանալից քննության է ենթարկել այդ գավառի պատմությունն ու աշխարհագրությունը։ Այնուհետև իրար են հաջորդել հայրարատ եւ սիսական աշխատությունները, որոնք չհնացող կոթողներ են հայագիտության գանձարանում։ Ինքը նպատակ էր դրել 22 մեծադիր հատորներով հրատարակել պատմական Հայաստանի նահանգների պատմությունը եւ սկսեց շատ մեծ ոգևորությամբ, սիրով հրատարակեց մեկը մյուսի հետևից Շիրակ, այնուհետև Սիսական, Սիսվան, Այրարատ աշխատանքները, դրանք մեծադիր, բացի Շիրակից մեծադիր խոշոր մեծածավալ աշխատանքներ են։ Եվ կարելի է ապշել, թե ինչպիսի ճշգրտությամբ, ինչպիսի մանրազնությամբ է նա ներկայացրել Հայաստանը, տեղանունները, տեղադրել այդ անունները, գտել դրանց ուղիները, ճանապարհները, որ վանքը որտեղ է գտնվում, քանի կիլոմետր, քանի մղոն հեռավորության վրա այս կամ այն բնակավայրից, եւ անհավատալի է, որ այս մարդը երբևիցե չի եղել Հայաստանում։ Տարօրինակ պիտի համարել, որ Հայաստանից կամ Կովկասից նամակ էին գրում Ալիշյանին, թե հայր Ալիշյան, շատ ենք խնդրում, որպեսզի դուք մեզ ճշգրտեք, թե այս վանքը որտեղ է գտնվում։ Անձանձրույթ եւ անսակարգ մարդը գրում էր ներկայացնելով Հայաստանը, որը ինքը այդպես էլ փառք ունեցավ երբևիցե տեսնելու։ Այս աշխատանքների հետ զուգընթաց նկատի ունենանք, որ նա պատմագիտական բնույթի շատ եւ շատ այլ ուրիշ աշխատանքներ է ուսումնասիրել, հրատարակել, հայագիտության փառքը կարող են կազմել եւ կազմում են։ Ուշագրավ են Ալիշյանի հայբուսակ կամ հայկական բուսաբառություն աշխատությունը, ուր հեղինակը հավաքել, դասդասել եւ գիտականորեն բնութագրել է հայկական բնաշխարհի ավելի քան 3400 բույս ու ծաղկատեսակ։ Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոցը, ուր քննվում են հայկական հեթանոսության ծագումնաբանական ակունքները եւ այլն։ Հարկ է մեկ անգամ էլ շեշտել, որ այս ամենը Ալիշյանը ստեղծել է առանց գեթ մեկ անգամ բուն Հայաստանում լինելու։ Ալիշյանը յուրահատուկ գաղտնիք պարունակող մի այսպես ուսումնասիրող է, հետազոտող է։ Նա անդրադարձել է նաև մեր միջնադարի տաղերգուներին։ Առաջիններից մեկը նա է տվել Նահապետ Քուչակի անունը։ Նոր հետո Արիստակես Տևկանցը 1892-ին հրատարակեց։ Ալիշյանը նրանից վաղ, թե մեկ Ալիշյանի անունը Նահապետ Քուչակի կապակցությամբ գրեթե չենք հիշում։ Սակայն ասածս հիմնական ասելիքը սա չէր, այլ այն, որ Ֆրիկի կապակցությամբ Ալիշյանը մի բացահայտում է արել, տվել է նրա հոր, Ֆրիկի հոր եւ Ֆրիկի հորեղբոր անունները՝ Թագվոշ եւ Դոդունա։ Ֆրիկով զբաղվող մեր հայագետներից մեկը Տիրայր arczepiskopos Մուշկամբարյան խորացավ, գնաց, որ այդ անունները գտնի, բոլոր ձեռագրերը նայեց, չգտավ։ Ուրիշներն են որոնել, չեն գտել։ Հիմա ինչ անել, կասկածել Ալիշյանին։ Երբեք Ալիշյանը անկասկածելի է, շատ վստահելի է։ Ուրեմն դեռ պետք է նայել, դեռ պետք է որոնել։ Իսկ որոնելու համար էլ ինքը հետադարձ ճանապարհը չի տալիս, որովհետև սովորություն չուներ հղումները նշել, թե որտեղից է այդ հղումն արել, ինչ ձեռագրից, ինչ աղբյուրից եւ այլն։ Եվ հիմա խնդրեմ,
ահա այդ աստիճանի խորացել էր Ալիշյանը մեր մատենագրության մեջ եւ այդտեղից բերեց այնպիսի գանձեր, այնպիսի անուններ, փաստեր, դեպքեր, իրողություններ, որոնցով հյուսեց իր ամբողջ այս հայապատումը, այս բառը նրան ավելի շատ կսազի։ Նրա գիտական հսկայական ժառանգությունը գնահատել են նաև օտարները։ Նա եղել է Ֆրանսիական ակադեմիայի պատվո լեգիոնի դափնեկիր, Յենայի փիլիսոփայական ակադեմիայի պատվավոր անդամ եւ դոկտոր, անդամակցել է իտալական, ռուսական եւ այլ գիտական ընկերությունների։ Այն գրական գործիչն էր, ով գնահատվել է եվրոպացիների կողմից։ Այնպես չէր, այսօր մի գիրք գրում են, 10 տեղ ուզում են մրցանակ ստանալ, շնորհանդես անել, այն մարդը սուսուփոս իր գրքերն է տպագրում հատորներով, բազմահատորներով, շատ հանգիստ, գլուխը կախ, անշտապ, բան չանելով, բայց փառք Աստծո, եվրոպական հաստատություններում նրան տեսել են։ Նա դարձել է Ֆրանսիայի ակադեմիայի պատվո լեգիոնի դափնեկիր։ Նա եղել է Յենայի համալսարանի փիլիսոփայության պատվավոր դոկտոր։ Նա գիտական կապեր է ունեցել եվրոպական, նաև ռուսական գիտական կենտրոնների հետ։ Սա լուրջ բան է։ Այս մարդը միայնակ եղել է մի ամբողջ ակադեմիա եւ արել է այնպիսի գործ, որ այսօր մենք այսպես ասում ենք, թվարկում ենք, գնահատում ենք, բայց սա շատ հեռու է Ալիշյանին լիարժեք ներկայացնելուց։ «1901 թվականին մահից շատ քիչ առաջ նրան այցելել է դեռևս երիտասարդ բանաստեղծ Ավետիք Իսահակյանը, եղել է նրա մոտ եւ Ավետիք Իսահակյանը շեշտել է, թե ցանկանում են Պետերբուրգից մի խումբ հայ տղաներ հայ մեծերի մասին գիրք գրել եւ իրեն հանձնարարված է, որպեսզի գրվի Ալիշյանի մասին, ասեց. ես հոգեվորական եմ, իմ գործս գրքից գիրք է եւ շատ բան չկա, որ իմ մասին գրեք, պետք է գրել են մարդկանց մասին, որոնք որ գործում են, որոնք որ աշխատում են, գերագույն համեստությունը թույլ չի տալիս նրան, որպեսզի Ավետիք Իսահակյանը կատարի իրեն տրված հանձնարարությունը։ Վերջին հաշվով ով եմ ես, ինչ եմ ես, հետաքրքրվել է Ղրիմյան հայրիկով, նրանք նույն թվականին են ծնվել, 1920 թվականով, Ավետիք Իսահակյանը, որ շատ լավ գիտեր Ղրիմյան հայրիկին, չէ որ ճեմարանում էր սովորել Ղրիմյանի տարիներին, ասում է, որ գիտեք, Ղրիմյանը շատ աշխուժ է, շատ ակտիվ է, ձիրը հեզում ասում է, բնականաբար այդպես է պետք է լինի, Մասիսի ստվերի տակ է մեծանում, Արաքսի ջուրն է խմում, վերջին հաշվով հայրենի հողի վրա է։ Մի բան, որ ես չունեցա, ամբողջ կյանքը կարոտեց հայրենի հողը, գրեց հայրենի հողի մասին, գրեց ավելի լավ, քան շատ-շատերը, որ գրեցին, եւ իրեն անմապ հարկով պսակեց, որպեսզի սերունդները երախտագիտությամբ հիշեն այս մեծանունը։ Մեծ հայագետ ու բանաստեղծ Ղևոնդ Ալիշյանը մահացել է 1901 թվականի նոյեմբերի 9-ին եւ թաղվել Վենետիկի Սուրբ Ղազար կղզում։ Ուր որ հայրենի երգեր կլսվին, հոն հայրենիքը ողջ է։ Ղևոնդ Ալիշյան։